Այստեղ ասաց, որ նաև իր մտահոգությունները կապեց նաև այն պնդման հետ, որ Հայաստանում այլ երկրի քաղաքացիներ, որոնք չունեն Հայաստանի քաղաքացիություն, Հայաստանում քաղաքական լուրջ պրոցեսներ գեներացնելու փորձեր են անում, ռադիկալ հայտարարություններով հանդես գալիս, ասաց լինելով ոչ Հայաստանի քաղաքացի, ես նախ խնդրեի դուք ասեք ում մասին էր խոսքը, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում դու լուրջ ես այդ հարցը հիմա ես ձեզ թվում է ես հիմա պետք է ասեմ այս ինչան էս ինչ է լուրջ մտածում ես որ ասենք ես տենց որևիցե քաղաքական գործիչ իրավունք ունի կամ տենց նախադեպ եղա լուրջ շոկ ջան հարցը ձեր հարցը ես ներողություն եմ խնդրում բայց ձեր հարցի ես պատասխանը չեմ գտնում որ լուրջ է որովհետև քաղաքական գործիչը չի կարող քրեական կամ որևիցե կամ որևիցե դա նշանակում է ստորակետ կամ որևիցե նմանատիպ մեղադրանքի մասին անուն տալով խոսել, եթե չունի դրա ապացույցները։ Ես միջև օրս դες բան չեմ արել։ Հիմա նույնիսկ ինչ-որ կայք, ինչ-որ քաղաքական իրանց գործի ճամանող մարդիկ դատի են տալիս իմ հայտարարությունները, բայց նորից եմ ասում, ես որևիցե բան չեմ ասում, որի տակ ես չունեմ առնվազն մի քիմնավորում։ Նման հարցեր ինձ մի տվեք։ Չենք վերածելու սա ազատության եւ իմ հարցազրույցին։ Վերջին հարցը, խնդրեմ։ Այսինքն կան Հայաստանում կան մարդիկ, ովքեր քաղաքացի չեն, Հայաստանի քաղաքացի կան երևի, որ վարչապետը ասում է, ուրեմն կա, երբ որ ԱԱԾ տնօրենը Նարեկ ջան, քո կարծիքը, երբ որ հետաքրքիր լինի, հարցազրույց կտաս կհայտնես։ Այո, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նենես չի, որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել տենց արտահայտություն։ Սա առաջին լսել եք։ Ես չգիտեմ դրա մաս դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում, ես դրա իրավունքը չունեմ անելու։ Այլ հարց չունեմ։ Վերջացավ։ Չէ, հասա, բալիկ։ Սիմոնյան օրեր առաջ Թեհրանում տեղի ունեցավ, ԱԱԾ աշխատակիցների ոստիկանության ներխուժում, այնուամենայնիվ հնարավոր չէր կանխել այդ ամենը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միքայել Աջափայանը համապատասխան չէր ծանուցվել եւ ծանուցման պարագայում կկարողանար ներկայանալ բարույթն իրականացնող մարմին, բայց հնչում են տեսակետներ, որ միտումնավոր է իրականացվել, որպեսզի ճնշում գործադրվի եւս մեկ անգամ եկեղեցու նկատմամբ։ Նախ որևիցե մեկը չի ներխուժել Վեհարանի տարածք նախամուտքի մոտ են եղել։ Երկրորդը նույն ձեր նշած անձը շատ լավ իմանալով փախել էր, բախկվել էր այդտեղ մտածելով, որ այդտեղ ինքը իրեն կարող է պաշտպանված գալ եւ դա ակնհայտ էր։ Երկրորդը եկեք մի բան հասկանանք, էլի։ Հիմա մեր ընդդիմադիր գործընկերներն են եկել իրանց դոշ են ծեցում, կա դատարանի որոշում եւ գնալ մտնել ինչ որ միտեղ եւ փորձել պատասխանվել եւ դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է։ Եվ վերջո իշխանությունը տեսնելով, ոստիկանությունը տեսնելով, որ նման ԱԱԾ-ն, չեմ հիշում կոնկրետ որ մարմիններ իրականացնում, ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, ընդհակառակը դուրս եկա, որպեսզի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենց գործառույթն են իրականացնում։ Թե մեկի մոտ ինչ-որ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, ասենք չեմ 300 կամ 400 հոգի որ մարտինի չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս անել, իհարկե կարող է, բայց այդպես քայլի չգնաց։ Ի պատիվ մեր ԱԱԾ-ի պետք է ասեմ, որ շատ ճիշտ որոշում կայացրեցի, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար։ Ես կնստեմ ավտոն, հետո ինձ չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոտքով կգնամ։ Դե լավ, եկեք հերիքա ոտքով գնամ, բանով մեքենայով կգամ։ Ինչ դերասանություններ ուզում եմ հասկանամ։ Սիմոնյան, իսկ ներողություն, փախչելու միտում ունենաք։ Քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության, բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն։ Լսեք, փախչելը մենակ գնալ թաքնվելով չի պարզա, չէ՞ որ Հայաստանում դժվար կարողանար ինքը թաքնվել։ Իմաստը շոու սարքելն է։ Իմաստը մարդկանց հրահրելն է։ Տեսեք, հիմա ի՞նչ է կատարվում։ Մենք ասում ենք, այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել,
ասում են մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարաշ ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահային, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերցնում։ Դուք այսքան ժամանակ հասկացել եք իրենք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, բանը տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հորերին են, հերերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ, նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ իրանք շոու անել էլ չգիտեն։ Նաև այն ամենը ինչ Ես կլինի հերթով, Դուք անմեղության մի րոպե, նայեք ջան, դուք եք հարցը տալիս։ Ոչ, դուք չեք հարցը տալի, խնդրեմ։ Առաջինը նախ որ ասում եք դրանք բոլորը օպերատիվ Երբ ամենահեշտը կագրած քո հարցերին պատասխանելն է, որովհետև շատ կանխատեսել են քո հարցերը։ օպերատիվ տվյալների հիման վրա են բոլոր դեպքերում դատական վճիռ չկա։ Ոնց է որ բոլոր ձեր կուսակիցները ասում են տերոր է, ասում են ահաբեկություն է, բայց դատական որևէ վճիռ չկա ու բացի այդ հեղափոխություն որևէ ինչի համար եղավ որպեսզի ամեղության կանխարգելը չխախտի Հարգելիս, որևիցե մեկի այդ ասածը չի վերաբերվում վճռին եւ չի հանդիսանում վճիռ։ Այն գնահատականները, որոնք որ տրվում են, դրանք քաղաքական գործիչների գնահատականներն են հիմնված այն ինֆորմացիայի վրա, որը որ տվել է համապատասխան իրավապահ մարմինը։ Հիմա հոկտեմբերի 27-ին ներողություն եմ խնդրում, հոկտեմբերի 27-ին, երբ որ տեղի ունեցավ տերորիստական ակտ, միջև դատավճիռ հրապարակել է, որը տեղի ունեցավ բավականին ուշ։ Արդյոք դա տերորիստական ակտ էր, թե տերորիստական ակտ չէր։ Չէին ասում, որ տերորիստական ակտ էր։ Թե սպասում էին Նայիրի Հունանյանի վճիռը հնչի նոր։ Այդ վաղ չկար այդ խաղամեղության կանխավարկածը, թե նոր եք հիշել դրա մասին։ Դա այն ինչ որ երբ որ դու տեսնում ես, որ իրավապահ մարմինները հրապարակում են մի փաստաթուղթ, որտեղ գրված է, կարդարացվեն, կասեն, տեսակ խախտում եք անմեղության կանխարգելը։ Եթե անձին ասում եք, որ ահաբեկիչ է, չէ, ենթադրենք, որ ասում են Դե երբ որ ենթադրությունը տեղի կլինի, խոսենք, հա դրա մասին։ Ես գնահատակը, դա քաղաքական գնահատական է։ Տեսեք, հետաքրքիր բան ասեմ, դուք իմիջիալոս դուք ձեզ ավելի հետաքրքիր կլինի, որտեղ դա ձեզ շահերից է բխում։ Երբ որ օրինակ դուք քաղաքական գործչին ինչ որ վատ բան եք ասում, եւ քաղաքական գործիչ կամ սուտ եք ասում, կամ վիրավորանք եք ասում, որևիցե մեկը, հա, եւ դատի է տալիս քաղաքական գործիչը, դատարանները հաճախ որոշում են կայացնում ոչ թե իօգուտ քաղաքական գործի, այլ հակառակը իօգուտ այն մարդու, ով մեղադրվում է կամ ընդհակառակը հայց է ներկայացնում։ Գիտեք ինչի, որովհետև քաղաքական գործի խոսքի մեջ իր շեմը պետքա բարձր լինի, որովհետև ինքը հաճախ քաղաքական գնահատական է տալիս, ինքը հաճախ այլ ձևակերպումներ է տալիս, այսինքն քաղաքական գործի ելույթները եւ դատական վճիռը դրանք տարբեր բաներ են։ Ի վերջո մենք ունենք օրինակներ, որ ԶԼՄ-ն եւ քաղաքական գործիչը օրինակից դատի է տվել։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կգտնեն, որ իմ խոսքի մեջ, Վահագ Ալեքսանյանի խոսքի մեջ կամ որևիցե մեկի խոսքի մեջ իմ գործընկերների բան կա, որը խախտում է, դիմեք դատարան։ Դիմել եք, չէ, իմ դեմ հայցեր կան, չէ։ Բա ինչի մասին է խոսքը կանանք ստանում։ Երկրորդ հարցը տամ, ուրեմն դուք եկեղեցականներ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու դեմ չեն պայքարում, այդ Ոչ մեկը չի պայքարում։ խախտում կատարող սակրամությունը կանոնների դեմ։ Ամբողջ բանն է, որ դրա հրապարակային կրակոցները իրար, մարտերը իրար միջև վերածվում են եկեղեցու դեմի, այսինքն չեն վերածվում։ Ոչ, չի կարա ինստիտուցիոնալ ձևը, ինստիտուցիոնալ ձևը չկա։ Դուք ձեր հարցի մեջ պատասխանը դրել, ում հետ հանդիպել նստել, տեսեք, մարդը ասում է, որ նման խնդիր կա, այնտեղից նույնիսկ պատասխան գոյություն չունի։ Պատասխան չկա դրա հետ կապված։ Այդ դրա ձևը չկա։ Եկեղեցին արժեզրկում են այն մարդիկ, ովքեր որ սև շորերը քաշում են գլխներին, աչքերը եւ ականջները փակում են, նաեւ ձեր հարցերին, եւ ասում են դա մեր ներքին գործն է, թե ով է քերակինը, թե ով է աղջիկը, ով ասում են դա մեր ներքին գործն է։ Երեք ժողովուրդ, դա անձնական կյանք չի։ Այն որ մեկը, ով որ պաշտպանում էր կտրիչին, ներողություն, դժում է իրանց պատճառով։ Այն մեկը, որ պաշտպանում էր կտրիչին, մի նկար էր դրել, հենց իր նկարներից, որտեղ իր դեմքին հարսի քող է դրած։ Այդ այն օրն է, երբ որ ինքը
դառնում է կաթողիկոս։ Դա խորհուրդ ունեցող բան է։ Դա նշանակում է, որ իր կինը, իր հարսնացուն, իր անձնական կյանքը այլևս եկեղեցին է։ Բա չեք գալիս այս բաներից, չեք հարցում, ու ստացվում է մարդ, ով որ բարձրաձայնում ասում է, սենց խնդիր կա, բայց խնդիրը ինչու չեք լուծում, այդ մարդն է վնասում, հա։ Հիմա որ դուք հարցեր եք բարձրացնում ազգային ժողովի նախագահի դեմ կամ վարչապետի դեմ, դուք պետությանն եք վնասում, հա։ Չէ, դուք լրատվամիջոց եք, բացի լրատվամիջոցից Հայաստանի, այսինքն լռենք, ձև անենք, որ ոչ մի բան չի կատարվում, հա, վերջացավ։ Բայց դուք հարց տվել եք, չէ՞ արդեն։ Լավ, ոչինչ, երկրորդ անգամ կգամ ձեզ հետ կմոտենամ։ 2018-ին էս քայլերը չեն կարել, այսինքն դուք ունեցել Ինչ էր ասում կներեք։ ձեր թիմում կամ ընդհանրապես քաղաքացիական պայմանը պատգամավորներ Դե շատ վերացական եք ասում, էլի։ Ասեք ինչ։ Ասում են սխալ է եղել այն, որ մենք այս գործողությունները չեն կարել դեռ 2018-ին, երբ որ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այսինքն այդ տեղեկատվությունների ինֆորմացիան դուք ունեցել եք դեռ 2018-ին։ Ինչ ինֆորմացիա։ Ով ասաց ձեզ, որ ունեցել ենք մենք։ Երկրորդը ներողություն եմ խնդրում։ Բայց դուք հարցը ավարտեմ նոր։ Դե նախ ինչ որ վերացական հարց եք տալիս։ Խախտելու վերաբերյալ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իմանալով հանդերձ վեհափառի հետ լուսանկար էր հրապարակում, գրում էր սա պատմական լուսանկար է, վեհափառը եւ ընտրված վարչապետը։ Այդ ժամանակ ձեր համար վեհափառը պատմական անձնավորություն էր, հիմա արդեն դարձավ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորական։ Դուք մտածում եք այդ հարցը, որ դուք տես կառուցում եք ձեր պատասխանը մեջը դնում եք, ես պետք է գլխով տմտում բացնեմ, ասեմ այո կամ ոչ։ Ես նախ ուզում եմ ձեզ հարցնել, ով է այդպես բան ասեմ եք։ Եթե ձեր հարցը վերաբերվում է ընդհանուր առմամբ ինչի այն ժամանակ այո, հիմա այն ժամանակ ոչ, հիմա այո, եթե կրճատենք էլի այդ ձեր ելույթը, որ դուք ունեցաք, ձեր ցանկությունները, ձեր էմոցիաները, ձեր վերաբերմունքը դրեցիք դրա մեջ, բնավ չէ։ Մարդիկ նայում են, չէ, իրենց գնահատականը կտան։ Դա միակ, դա ես հիմա ելույթ եմ ունենում, դες դրա իրավունքը ունեմ, իսկ դուք դրա իրավունքը չունեք։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք պետք է հարց տաք։ Դուք հարցը տալիս եք հետեւյալ. արդյոք այն ժամանակ էդի նորմալ էր, հիմա նորմալ չի։ Այն ժամանակ, երբ որ հենց եկեղեցու ներսից բազմաթիվ մարդիկ գալիս էին եւ բողոք կար, հենց մենք որևիցե ձևով չենք ուզեցել մասնակցել, որովհետև չենք ուզեցել խառնվենք դրա մեջ եւ նման ինֆորմացիայի մեջ նույնիսկ չենք մտել եւ չենք խորացել։ Եվ չի եղել այդ ինֆորմացիան։ Այո, խոսակցությունները միշտ եղել են։ Այո, միշտ խոսակցություն եղել է, որ Կտրիչ Ներսյանը երեխա ունի, միշտ այդ խոսակցությունը եղել է, բայց երբևիցե դրա մեջ չենք խորացել, չենք մտածել։ Բայց երբ որ, հա? Բայց ինչ է։ Հարգի ես ասում չեք, հիմա ինչու, իսկ ինչի մի տար, չգիտեմ, Փայլակ ջան, որ տեսնես Նիկոլ Փաշինյանին հարցրու։ Չէ։ Մի րոպե, դու երկու հարց ես տվել։ Բայց շատ ագրեսիվ։ Ես ագրեսիվ չեմ, շո։ Ինչ ա եղել, Սոնա։ Ասում եմ ինչ եղել։ Ինչ ա եղել, ինչն եմ Շատ ագրեսիվ։ ագրեսիվ եք, Նարեկին կոպտեցիք մեր Նարեկին չեմ կոպտել։ Նարեկին մի խառնեք։ Ինչ կա, ես Նարեկի հետ ոչ մի Ձեր խնդիր չունեմ։ արտադրությամբ ես իմ հարցը ուղեմ, իսկ գլխավոր դատախազության գործելավոճը դուք շոու չեք անում։ Ինչ ա դա, որը, հա։ 2 տարի առաջ, 1 տարի առաջ Միքայել Սրբազանը հայտարարում է նույնը ինչը որ Ինչ լավ հայտարարել արդ տվեցիր այդ հարցը ուզում եմ այդ Եվ հարցը։ գլխավոր դատախազը ասում է արարքը հանցանք չէ։ Արարքը հանցանք չէ, միշտեր արդեն հանցանքի կրկնությունը նոր լույսի ներքո համարում է հանցանք։ Այ 3 որ չէ, տեսեք, այ 3 որ օրինակ լսեիք քննչական կոմիտեի ղեկավարին, ինքը ձեր հարցին պատասխանել է, ուզում եք նույն բանը ես կրկնեմ։ Ես ուզում եմ որ դուք ասեք քննչական կոմիտեի նախագահինը ես հիմնավորում չեմ համարում։ Դե նույն բանն էլ ես եմ ասում, գնացեք լսեք, երկրորդում եմ իր ասած։ Ասեք մենք Այն ժամանակահա նախ մարդը վերահաստատել է, որ ինքը դա նկատի ունի։ Այսինքն եթե քննչական կոմիտեի մոտ կամ դատախազության մոտ ինչ որ կասկած ա եղել, որ մարդես միգուցե դե հիմա բանա, մարդը եկեղեցական է, կարող է ալիգորիաներով խոսի, կարող է դա նկատի չունենա։ Երբ որ երկրորդ անգամ ինքը կրկնում է եւ մասնավորեցնում, ասում է, չէ, իմիջիալոց ես սա նկատի ունեմ, դատախազությունը եւ քննչական կոմիտեն եւ իրավապահները իրավունք չունեն դրան չարձագանքել։ Երկրորդը, որ ասում եք այն ժամանակ ասել է, այսինքն այն ժամանակվա իրավիճակը եւ այսօրվա իրավիճակը, այն ինֆորմացիան, որը դուք ունեք, մենք ունենք, այն ժամանակ ու հիմա դա նույնն է, իհարկե ոչ, այսինքն նոր իհայտ եկած ինֆորմացիա կա, նոր իհայտ եկած, հետո ձեզ մի բան ասեմ, դուք վստահ եղեք, որ իմ նաև փորձից ելնելով, իմ մասնագիտական նաև բանից ելնելով, ես ձեզ վստահեցնում եմ մեկ հայտարարության վրա,
շատ դժվար է լինելու հետագայում դատարանում կամ որևիցե ձևով շարունակել։ Ես վստահ եմ, որ եթե ինչ ես ինձ ընդհատում, Շողիկ։ Չէ, ինչ։ Հա, ես չէի պատասխանելու այդ հարցին, չէի պատասխանել, ինչ ես ինձ ընդհատում։ Այլևս չընդհատես ինձ։ Ես Շողիկի հարցը կշարունակեմ։ Չէ, դու մի բայց դու չես ընդհատես, նես չի որ Շողիկի նկատմամբ վատ վերաբերմունք ունեմ։ Տեսեք, բայց կարամ վերջացնել։ Բայց չեք լսում, Չէ, պարզապես չեպազրույցներ։ Հասկանում եմ, բայց միտքս կտրվում է։ Դուք հարց եք տալիս, ես միտքս շարադրում եմ, հասնում եմ հաջորդ բառը բան պետք է ասեմ, եկել ընդերից ինչ-որ հարց ես տալի։ Դժվար է մի հայտարարության հիման վրա։ Դժվար է մի հայտարարության վրա, եթե ես ասում եմ, եթե այլ հիմքեր չլինեն եւ այլ բաներ չլինեն, շատ դժվար է լինելու դատարանում նման մեղադրանքը պաշտպանելու։ Իսկ եթե հարգելի, բայց ով արդեն որոշել եք, դուք արդեն որոշել եք, որ Սամվել Կարապետյանը կամ Աճապարյանը արդեն դատապարտվել են, 10 տարիով բանտ են գնացել, դատարանի ուժի մեջ վտիր կա, մտած ինձ ասում եք, հետի ո՞նց է տենց ասում։ Ժողովուրդ, բան եք, ախր դուք բոլորդ կարդացած մարդիկ եք, տեղեկացված մարդիկ եք, մի իրադարձությունները եւ բաները մանիպուլյացիայի ենթարկեք։ Ասում եմ, հիմա ինչ կարգավիճակ ունի Սամվել Կարապետյանը, կասեք։ Ինչ կարգավիճակ։ Կարգավիճակ։ Ահա, դանշան։ Վերադարձանք բանին, անմեղության կանխավարկածը, անմեղության կասկածել է։ Վերադարձանք անմեղության կանխավարկածի։ Հարգելիս, բազմաթիվ մարդկանց, նաև իմ բարեկամներին, իմ ընկերներին, իմ կուսակիցներին նման ձևով մեղադրանք հապացել ու բազմաթիվ գործեր կան, որոնք մարդիկ արդարացվել են, եթե չի լինի որևիցե հանցակազմ։ Ես վստահեցնում եմ, որևիցե մեկը բանտ ուղակի չի գնում Հայաստանի Հանրապետություն, չի գնում։ Ձեր բարեկամի դեպքում չի արդարացվել։ Ինչա՞, կարծրացվի, ես վստահ եմ, որ այդ գործը քանդվել է։ Ես վստահ եմ, որ քանդվել է, արդեն քանդվում է։ Բայց առաջինը իշխանությունն է խախտում, չկա դատական որոշում, անմեղության կանխավարկած չեք հաշվի առնում եւ միանգամից տեսեք, միանգամից որոշում եք, որ ահաբեկչություն է տեղ ունեցել, նրանք ահաբեկիչ չեք դուք դատապարտում, իրենց կողմն եք չկա տենց բան, ախր սխալ եք ասում։ Հիմա լավ, մի հատ ձեզ հարց տամ, չէ, ես նոր խոսում եմ դրա մասին, որ դրանք քաղաքական գնահատականներ են եւ քաղաքական արձագանք է։ Հիմա, երբ որ նման ինֆորմացիա է դուրս գալիս, երկու հոգի պատի տակ գյուլ ենք։ Այս անասուն, հա? Լսեք, երկու հոգի պատի տակ գյուլելը, ինչից ուզում ես կդրի, այդ երկու հոգի պատի տակ գյուլելը։ Ոնց ուզում ես կդրի։ Լսեք, դրա համար մենք հետևություն ենք անում եւ եզրակացություն ենք անում այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ մենք ունենք հարգելիս։ Այն ինֆորմացիան, որը որ ես չունեմ եւ դրա մասին չեմ խոսում, բայց ասել երկու հոգու պետքա տանել պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ որ լսում է, ցույց մնալ չընդհատես ինձ։ Ով լսում է, իր գնահատականն է, երբ որ ասում է ավտոբուսները պետքա վառենք, երբ որ ասում է ցանցերը, հոսանքի լարերը պետքա վրան սալուտ տրակացնենք, երբ որ այդ բաները դու համադրում ես, դու գալիս ես ինչ որ եզրակացության, բայց մարդուն բանտ տանելու համար, որպեսզի ինքը ոչ թե ուղղակի ինչ որ կարգավիճակ ունենա, այլ մեղավոր ճանաչելու համար արդեն գալիս է դատարանի վճռի փուլը։ Այստեղ դատարանի վճիռ կարող է կայացնել միայն դատարանը։ Իսկ մինչ այդ դուք էլ գալիս եք ինձ ասում եք, բա որ դուք էսի վերցնում եք, սենց եք անում կամ չգիտեմ, հարցում եք, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Ստացվեց, որ դուք ինձ դատապարտեցիք այլևս կոռուպցիա կամ որևիցե մեկի, այդ ո՞նց է տենց ստացվում, դուք իմ կամ որևիցե մեկի անմեղության կանխավարկածը ձեր նշած ձևով կարողանում եք խախտել ձեր տրամաբանության մեջ, ես չեմ կարող ասել, որ ենթադրենք, երբ որ երկու հոգու պատի տակ ուզում են գյուլեն, դա տերորիստական ակտ է։ Լավ, դուք այդ որ գալիս եք կոռուպցիայից խոսում եք, տեսնում եք ինչ որ մեկի այդ կոռուպցիա։ Մենք ներկայացնում ենք հիմա Լավ, դրա համար 15-ը դատ ունեմ ձեր դեմ։ 15 չէ, դատարանում կհանդիպենք ավելի հիմնավորված ներողություն եմ խնդրում, ես դրան արդեն պատասխանել եմ։ Ես դրան պատասխանել եմ։ Հարգելիս, պատասխանել եմ։ Բայց պատասխանել եմ։ Ես ուրիշ բան եմ հարցնում, դուք չեք։ Դե ասա ուրիշ բան ես հարցնում, ես չես կրվանում այդպես։ Միքայել arczepiskopos Աջապահյանը երբ գտնվում էր Էջմիածնում, ձեր թիմակիցներն արդեն գրում էին, որ կալանավորվելու է, բա ինչ անելու 2 ամսով, կոնկրետ Վահագն Ալեքսանյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանն էր ժամկետով գրում, թե ինչքան է կալանավորվելու, իհարկե այդ խոսքերը չմեջբերեն, բայց հետո էլ ասում էր, թե խիան նեղ սրտում, որ այդքան կալանավորվելու է։ Շակերտավոր կնոջ կարիք կունենա 2 ամսում, դրա համար նեղ սրտած են։ Այս արդեն դատական իշխանության վրա որոշակի ճնշում չի, երբ որ անգամ կալանքի ժամկետն են հրապարակում։ Ես համարում եմ, որ դա քաղաքական խոսքի ժանր է եւ քաղաքական գործիչները
բոլոր քաղաքական գործիչները, սկսած ընդդիմադիր քաղաքական գործիչներից վերջացած ընդդիմադիր քաղաքական գործիչ լրագրողներից նման հայտարարություններ անում են։ Անում են դա իրենց հարցերի մեջ, անում են դա ամբիոնից ելույթ ունենալուց, անում են դա այստեղ։ Եթե որևիցե մեկը ինչ որ խնդիր ունի այդ բանի հետ, հարգելիներս, դիմեք դատարան։ Ինչի՞ մեջներից այդ ամենաօրինապաշտը ես եմ, ինչի՞ ես 28 թե 32 հատ հայց ունեմ, դուք չեք անում։ Թե ձեզ դեռ է տալիս դրա մեջ չմտնել։ Ինչի՞ չեք, չէ, ես եմ ձեր դեմ տվել, ոչ թե ես եմ նախաձեռնել։ Շատ անհանդուրժող եմ, այո։ Նարեկ ջան, լսում եմ ձեզ։ Քննարկվում է հեծի հարցը, ինչ է իվեր։ Հեծի հարց չի քննարկվում։ Չէ, օրենքի նախագիծ, որով հեծը ազգայնացվելու։ Մտենց չի ձևակերպվում, բայց հասկանում եմ ինչի մասին եք խոսում։ Հիմա սխալ ես ասում։ Կառավարման ապրեժուզաման։ Դնում ես։ Մեկը գիտի, մեկը չգիտի։ Խնդրեմ Նարեկ ջան։ հիմա այսինքն երբ օրենքը արդեն ընդունվեց, հա, պետք է արդեն Չեն քննարկելու։ Հա, երբ որ ընդունվի, հա, կներեք։ դուք էլ ինձ մին Հա, ներողություն։ Մեղավոր եմ։ Ձեզնից ինչ պետք է սովորեմ։ Խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, եթե արդեն օրենք սկսի գործել, հա, նախ դա անհապաղ է ուժի մեջ մտնելու, թե ոչ կխնդրեմ դա հստակեցնել եւ հենց ուժի մեջ մտավ արդեն պետք է ներկայացուցիչ ունենա պետությունը, թե ոչ։ Թե պետք է սպասի, ինչպես պարոն Վարդանյանը նշեց, խնդիրների դեպքում արդեն կառավարմանը միջամտեն, թե կսպասեք ինչ որ խնդիր լինի, նոր միջամտեն։ Օրենքը ուժի մեջ կմտնի քվեարկությունից անմիջապես հետո, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, անկեղծ ասած չգիտեմ։ Ով ոնց կլինի, էլի, այսինքն կառավարիչ միանգամից կնշանակվի, թե ինչ որ ոնց որ պարոն Վարդանյանը ասաց, այդ տրամաբանության մեջ չգիտեմ։ Իսկ դուք ինչ եք կարծում, քննարկան չեմ լսում։ Դուք ինչ եք կարծում, կա անհրաժեշտություն, որ օրենք ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո արդեն պետական կառավարիչ այսպես նշանակվի, թե ոչ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա եւ ես տեղեկություններ ունեմ, չգիտեմ որքանով են հավաստի, բայց ես տեղեկություն ունեմ, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների եւ ամսի 4-ին ասել են, որ ամսի 4-ին երթ լինելու եւ էլի պարտադրել են հեծի աշխատակիցներին, որպեսզի իրանք մասնակցեն։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ, հա, տենց ինֆորմացիա ունեմ ու պետք է ասեմ, որ ուզում եմ կրկնել առիթը օգտագործելով, ուզում եմ կրկնել վարչապետի ասած ազգային ժողովում, հարգելիներս, այդ բոլոր մարդիկ, ովքեր նման բան են ասում եւ նման բան են առաջարկում, դրանք առնվազն գործից ազատվելու են օրենքը ընդունվելուց հետո նոր կառավարիչ նշանակվելու պարագայում դրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Նախապես գուշացնում եք կառավարիչ։ Մի հարց ես կարող եմ տալ։ Լավ, հաշվի առնելով մեր հին ծանոթությունը, խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, երեք վարչապետը Սաղը կտա գեփ ա եղել, որ ես հարցի չպատասխանեմ գնամ։ Երեք վարչապետը նաև ասաց այդ նույն խնդրի հետ կապված, որ որպեսզի այդպիսի իրավիճակ չլինի, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացողները Հայաստանում այդպիսի պրոցեսներ գեներացնեն, հնարավոր է նաև օրենսդրական ինչ-որ փոփոխություններով այդ հարցը լուծվի։ Այդ միտքը առաջին անգամ հնչեցրեց, թե արդեն կա այդպիսի ինչ-որ քննարկումներ։ Չկա տենց քննարկում այս բանը։ Չէ, օրենսդրական նման։ Առաջին անգամ է։ Խնդրեմ։ Կգամ, ստեղ եմ, տեղ չեմ ուզում։ Խմբակ, որը նախապատրաստում էր ահաբեկչություն ըստ քննչական մարմնի, հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը, զանգվածային անկարգություններ եւ իշխանության յուրացումներ, ձեզ ունեցել է արդյոք քաղաքական հովանավորներ, արդյոք այդ հովանավորների շարքերում նախկին երկու նախագահներն են, գուցե նաեւ արտերկրյա հովանավորներ։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Ես ոչ մի բան։ Լսեք, մենք քաղաքական այսպես ասած բաժանումների խաչմերուկում ենք Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվել է։ Ղարաբաղյան ամբողջ process-ը նման շահերի համար օգտագործվել է։ Մենք հիմա կանգնած ենք բանի մոտ, հա, հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի մոտ, գալիս ենք հոկտեմբերի 27-ին, դուք էլ բոլորդ լրագրողներդ գալիս եք հոկտեմբերի 27-ին Ստեփան Դեմերչյանից եք հարցազրույց վերցնում, Տիկին Բախշյանից եք հարցազրույց վերցնում եւ այլ։ Այդ ամեն ինչը բնական է ունեցել է նույն խոսակցության շուրջ է եղել։ Այս խոսակցությունը, որը որ հանրության մեջ կա այսօր, այդ խոսակցությունը եղել է այդ տերորիստական ակտը անելուց առաջ, երբ որ Վազգենը Մեղրիում ասել է, որ Մեղրին Երևանում է պայթելու,
երբ որ այդ ներքին խնդիրներն են եղել, եւ այս էլի մարդիկ են եղել, որոնք ասել են դե Նայիրի Հունանյանի վճիռը չկախեք, ասում ինքը terrorist է եւ այլ այս։ Նույն բաների մասին է խոսքը, եւ ես ոչ մի բան չեմ բացառում, անկեղծ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը լինելով սուպեր նախարար, ես բացառում եմ, որ դե ոնց է ստացվում, որ այդ օրը ինքը ստեղ չի եղել։ Ես բացառում եմ այդ բան։ Ես որևիցե ապացույց ցավոք սրտի չունեմ, ես այն ժամանակ 19 տարեկան, 20 տարեկան տղա եմ եղել, բայց այն ժամանակ եթե հնարավորություն լիներ, այն տեխնիկական հնարավորություններ լիներ, որոնք որ այսօր կան, իրանք վստահ եմ 100% վստահ եմ կիմանային, բայց էլի եմ ասում, շատ հնարավոր է, որ էլի իմացել են։ Ուղղակի իրավիճակը ձեռ է տվել։ Չեք հիշում հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թաքու կարգավիճակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ձեռքում։ Ախր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի բացի ազդեցիկ քաղաքական գործիչ ելնելու, բացի կշիռ քաղաքական ունենալուց, իրանք մի հատ ուրիշ սուպեր բան ունեին, իրանք ժողովրդի աջակցություն ունեին։ Այդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել։ Ու այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցությունները այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել եւ Բագրատ Գալստանյանն թե Վազգեն ինչանա, չգիտեմ, մի խոսքով ասում, անժը Գրիշը, անժը Ժորը, կարևոր չի ինքը ինչա, ասենք դա այդ կերպարը իր հարցազրույցների մեջ Ջեբեջան Հրիփսիմեին եւ մնացածին ինքը իր հարցազրույցների մեջ նույնիսկ ակնարկում ասում դե կանենք, անում ենք էլի իրար, բայց պարզ էր չէ որ քաղաքական ժողովուրդ մենք ինչի վրա ենք զարմանում, մենք ասում ենք ինքը քաղաքական դիակ է, բոլորս ասում ենք, ես էլ ասում եմ իրան թողնելու ենք փողոցում ինքը կոշիկի պես մաշվի, պարզ էր չէ որ քաղաքական process ինքը չի կարողանում գեներացնել։ Եվ պարզ էր, որ ասենք այն իր վստահությունը, որ գնում էր ընդդիմադիր լրագրողների մոտ ասում էր, հեսա ենք անելու, այն ենք անելու։ Հետո դրան ավելանում մենք մեր ձևերով կանենք, եթե քաղաքական գործիչները քաղաքական գործ կմասնակցենք, հա, դե հիմա կտենանք էլի, հիմա օրագրի մեջ, օրինակ Աճապարանի մեջ օրագրի մեջ գրած է ինքը Սամվել Կարապետյանի հետ երբ հանդիպել է, որ թիվն է։ Հերթով, կարող է, չեմ բացառում։ Ամեն ինչ կարող է, ես իմ կարծիքն եմ ասում, ես ասում եմ իմ քաղաքական գնահատականը։ Նորից եմ ասում, կարող է պարզվի, որ սուրբ են իրանք, բան չունեմ ասել, կսրբանան, հարց չի։ Բայց ես իմ կարծիքն եմ ասում։ Այս հարցի, այսինքն չեք բացառում, Ես ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի բան չեմ։ Լսեք, ես ուզում եմ ձեզ հիշեցնել Վազգեն Մանուկյանին, որ ասում էր դե ռոմանտիկների բան, մի խումբ ռոմանտիկներ։ Լսեք, բանը դաշնակցական են, ոնց է դրա անունը չեմ կարող, Հրանտ Մարգարյանը, ասենք, ես չեմ ինձ զսպում եմ, որպեսզի վատ բառեր չասեմ, հա? Հրանտ Մարգարյանը, որ չխոսացուն այդ կլսես։ Հրանտ Մարգարյանին, որպեսզի վատ բառեր չասեմ, այդ ինչ էր ասում։ Ասում է հոկտեմբերի 27-ը դա պորտկում էր եւ տենց պորտկումներ կարան լինեն, ու ասում է մի հատ էլ օրինակ բերում են խեղճ ճակերտավոր վատ իմաստով չեմ ասում, էլի լրագրողը, որը որ չի հասկանում Դավիթ եթե չեմ սխալվում, չհասկանալով ինչն է ասում, մարտի 1 էր, չէ, ասում է նոյեմբերի 9-ն էր, որ մտել էին Արարատ Միրզոյանին էին սպանում եւ այլն։ Այդ մարդիկ դրա մասին գրեթե բաց խոսում են, գրեթե բաց խոսում են։ Հիմա եկել են, բայց ինչ գիտեք, որ այդ երկու հոգի գյուլելը բանա մոնտաժված չի, երկու հոգի գյուլել Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ իրավունք չունի, ոչ մեկ։ Իշխանությունը խիստ անհանգստացած ու վախեցած է հիմա բան։ Ումից։ Իհարկե անհանգստացած եւ վախեցած է, որտեղ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին է խոսքը։ Այտենց իրավիճակներում ստեղծելով այն նկարագրած, լսեք, այն նկարագրած, Ռուզան ջան, իհարկե, այն նկարագրած իրավիճակները, որոնք որ նկարագրված էր, եթե իրականություն լիներ, դա նշանակում է քաոս, իրանք հենց այդ բառներն օգտագործում են։ Իսկ պետական մակարդակ, որ պետությունը գոյություն չունի, ասեք դուք ինչ գիտեք, որ ենթադրենք, չգիտեմ, ինչ որ ուժ չի գա եւ չի ասի եւ վերջ, այսօր շվանից մենք ենք իշխանությունը, ստեղ կառավարությունը մենք ենք, դուք պետականություն այլևս չունեք։ Դուք վստահ եք, որ ենթադրենք ինչ որ տեղից ինչ որ զորք չի մտնի, զբաղեցնի պետական այդ իրավիճակի շարունակական բոլորին շարունակական դեպքում, երբ որ բոլոր քաղաքներում պայթուններ են, երբ որ ոստիկանությունը չի կարողանում դուրս գա իր տեղերի այդ ֆունկցիան իրականացնի, փողոցները փակեն, շապօգնություն չի աշխատում, բանակը բնականա կատվածը հարա,
Ժողովուրդ այդ նշանակում է, որ յուրաքանչյուր թշնամի, յուրաքանչյուր հակառակորդ կարա մտնի գրավի յուրաքանչյուր տարածք եւ յուրաքանչյուր խումբ կարա գրավի մի քանի լսի գերագնահատում են, որտեվ իրանք այնքան չկան ու չեն կարող լինել փառք Աստծո, որ նման բան անեն, բայց այն բանը, որ իրանք փորձելու են, Նայիրի Օնանյանը չկարողացավ միջև վերջանի, բայց դրա պատճառով մարդկանց մտաստեղ գնդակահարեցին, հետո ինչ, եկեք գերագնահատենք, ասում եմ, Հրանտ Մարգարյանը, այն մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ Սամվել Կարապետյանը, այն մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ նման բանի մասին էին խոսում, Աստված մի հարասե, որ տենց մի բան լիներ, գալու էին աչքի ճպճպացնեին, ասեն մենք դա նկատի չունենք, լուրջ եք ասում, հա։ Լավ Ալենը չի, Նիկոլ Փաշինյանը չի, մյուսը հարցը չի, ես մի անգամ Արծվիկ Մինասյանին ասել եմ։ Մի անգամ Արծվիկ Մինասյանին ասում եմ, պարոն Մինասյան, շուտ վաղ խոսակցություն եմ ասում, ինչ որ խոսք գնաց, հիմա բառացի չեմ հիշում, ասեցի սենց բան խոսում են, սենց բան, ասեց, պարոն Սիմոնյան, ես ինչ ես ասում, ասեց, դա նշանակում է, ասում եմ, հարցը դուք չեք, դա նշանակում է պետության դեմ քայլ անելու եւ պետականության անվտանգության, ասենք Արծվիկ Մինասյանը օրինակ այդ բանը հասկանում է, ինձ դա ասել է առնվազն։ Բայց դուք չեք հասկանում, որ դա Ալենի, Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, Արարատ Միրզոյանի, Պապիկյանի դեմ չի, դա մեր երկրի դեմ արած քայլ էր։ Չէ, շատ ես օգտվում, այլ հարցեր կան։ Մի րոպե, սենց հերթով։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում է անում, հստակացնում է, որ վեհապարը պետք է հեռանա։ Այ միջից հա։ Ամեն օր ասում է։ Իշխանությունը ինչ պլան ունի կոնկրետ։ Հենց հիմա պլանը հարաբերությունները կարգավորվելու են, մինչև վերջ գնալու եք հասնեք մինչև կալանավորման, որովհետև տեղը լսեք, ուրեմն պետք է կալանավորել շարունակվել է։ Ես խնդրում եմ։ Ինչի՞ պատրաստ։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, եկեք մի առաջ գնանք, էլի արավ ինձ վարվում է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ Կտրիչ Ներսիսյանին հնարավորինս արագ լքի իր այդ կարգավիճակը, որը հիմա բռնացել է։ Խնդրում եմ, առաջարկում եմ անել։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան այս պատմությունը Իրան, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Խոսքը ժամանակի մասին է եւ խնդրում եմ, նորից եմ ասում, խնդրում եմ, թող շատ բան չանի, խնդրում եմ, թող լքի, թող վերջից։ Հա? Զուզանա ջան, ես ածետ ինչ կապ ունեմ, դուք խանգարում եք ինձ, Ինչ, այսինքն վերջին դերվագը մենք տեսանք ԱԱՑ-ով գնացին։ Հարկերից, բայց այդ ԱԱՑ-ով չգնացին, չէ՞ որ էլի այն անեկդոտը հիշեմ, որ դու ոչ մի բան չէիր արել, տենց քեզ ասեցին ուղղակի դե։ Լավ, ես տեսա ոդկով ոնց էր գալի, ոդկով գալացող մարդը Գյումրիից չի գնում երկու օր թաքնվում վեհարանում, հետո լավ։ Ստեղ, այդ հերասը հերթա։ Պարոն Սիմոնյան, ինչ հետաքրքիր է, դուք գլխավոր դատախազից դրություն ստացել եք։ Դեռ ոչ, այսինքն բայց ես ասել եմ գալու են նման։ Իսկ կալանավորումներ է լինելու։ Չեմ կարող ասել, կստանամ նոր։ Բայց քրեական հետապնդման մասով գիտեք, որ ես դեռ գալու սպասում եմ, որ իսկ դա լինելու է հուլիսի 4-ին եւս մեկ ստացվում է։ Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի մասով կբացատրեք, պարոն Սիմոնյան, վերջը ինչ փուլում է, որ չի։ Լավ, շատ լավ փուլում է, շատ բարի փուլում է։ Թե կգա կքննարկվի, չէ, կգա կքննարկվի, չէ, դատախազությունը պետք է պատրաստ լինի։ Պետք է պատրաստ լինի, մենք օրենք ենք փոխել, գիտեք, մենք հնարավորություն ունենք հատուկ դրա համար արտահերթանենք, դրա կարիք կլինի։ Ուղարկվել էր միջնորդագրերը։ Նորից ձեր ասացի Ալեքս ջան, կգամ, հեսա նայեք։ Պարոն Սիմոնյան, դուք որ նշում եք պետք է կաթողիկոսը հեռանա եւ եթե չնշում եմ, ասացի խնդրում եմ։ Ինչ, հետո ինչ, չի կատարում ձեր Միևնույն դայնալին, որ չի կարող։ Դեպա ժողովուրդ չի կարող, որովհետեւ ես որպես հավատացյալ մարդ, որը որ մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բանը եւ չեմ ուզում, չգիտեմ, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ, այն ինչ որ անում է վարչապետը, օրինակ, վարչապետը ինչ անում, ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը, ամեն օր, թե կապրեն կտենանք։ Մեթոդները կփոխվի վարչապետը։ Սերժը չէր փոխվում, փոխվավ չէ մի օր։ Սերժը ինչքան վաղ դուրս էին գալի միտինգ էին անում։ Ռոբերտ Քոչարյանը ինչքան վաղ դեռ չէր տա։ Այսինքն կաթողիկոսը դեռ 10 տարի ունի։ Չեմ կարծում։ Մի րոպե, չգիտեմ, Փայլակ ջան։
Այն նշած մարդկանց հետ կապված գիտեմ, որ պետք է գա, ասում բացի Շողիկի ասած մարդկանցից որևիցե այլ մեկի մասին ինֆորմացիա չունեմ։ Այս ենթադրյալ հեղաշրջման փորձից մասին հայտարարելուց հետո արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անվտանգությունն ուժեղացրել են։ Չէ, ցավոք սրտի, բայց կարելի է։ Դե որովհետև վտանգավոր է։ Չէ, որ ասում եք չէ, Դե չէ, ավելի չգիտեմ, քիչ են կարող։ Չգիտեմ։ Բայց դուք կարծում եք, որ անհրաժեշտություն կա։ Ես ընդհանուր առմամբ նեղսրտում եմ իմ շուրջը պատտվող մարդկանցից, որովհետև անձնական տարածք չունեմ առնվազն, բայց չի արվել։ Երթի մասին իդեպ Բայց դուք ձեզ վտանգ զգում եք։ Տենում եք, որ ինֆորմացիաներս ճիշտ է։ Չէ, դա մի ժամ առաջ էր հրապարակվել։ Հիմա ես ուրիշ տեղից եմ։ Բայց դուք վտանգ զգում եք ձեր անձի հետ կապված։ Ինչի՞ պետք է չզգամ։ Ասենք քեզ դու ինձ չեն Իսկ սպառնում։ այդ վտանգի հետ կապված ինչ քայլեր եք Որ քեզ ամեն շաբաթ ինչ որ մեկը անծանոթ բանից էջից կամ թեկուզ բաց էջով սպառնա ֆիզիկական վրա, հետո պլանը լինի, որտեղ որ գրավում են հիմնական շենքերը, երկիրը քաոսի է վերածվում, մարդիկ են գյուլվում եւ այլն, դու չէիր անհանգստանա, իշխանականներին հարցեր տալու համար ինձ էս վերջին մի քանի տարում 10 օրը մեկ գրում են քեզ որտեղ տնան գլուխը ջարդվեն։ Չէ, որովհետեւ հələ Եթե նման դեպքեր լինեին, օրինակ քո գործընկերներին ծեծեին, սպանեին, կանհանգստանայր նախ։ Իմ գործընկերներին ծեծել եւ սպանել են։ Ընդամենը վերջը։ Իմ գործընկեր Վահե Մակարյան թևերն էլ ոլորել են այստեղ։ Իրա թևերը չեն ոլորել։ Իրա պատմածով ինքը ստեղ քրեական ենթամշակույթի կներեք այդ բառիս համար որ զակոնի կարգավիճակ ուներ, բոլորի վրա ֆշշեց, բոլորի վրա գոռաց, բոլորին վիրավորեց, իր ասած գնաց, եկեք մնանք այդ կարգավիճակի մեջ, իր թևերը ոչ մեկ չի ոլորել, ինքը ես ասել եմ ոստվոս տալով ստեղից հեռացել եմ եկել միշտ։ Իմ գործընկերների Կարեն Դեմիրճյանին է սպանել, ինքը իմ գործ, ես ազգային ժողովի նախագահ եմ, ինքն էլ է ազգային ժողովի նախագահ, Արադ Միրզյանին էլ ծեծել են այնքան, մինչև մտածել են, որ մահացած է, չգիտեիր։ Բա ինչ ես ասում։ Հետևում եմ, բայց մինչև օրս հենց իրավապահ համակարգը լավ չես հետևում, արդեն մի քանի հոգի ձերբակալվել է։ Ձերբակալված չէ, սպանության փորձով ընդամենը երկուսն են, բայց տեսանյութերում հազարավոր մարդիկ են եղել։ Ես համաձայն եմ, որ դա իրավապահները այդքան լավ Ես համաձայն եմ, ես քո հետ համաձայն եմ, թող ջանասիրություն ցուցաբերեն։ Համաձայն, բայց այդտեղ վիճակ է։ Բա ինչ կա։ Այլ հարցեր։ Բախտերից պետք է հեռանա Դրիչ Տերսիսյանը, որտեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածով։ Նախ ընդհանուր առմամբ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ ինչպես այս ձերբակալությունները հարվածում են։ Դե երևի իրանց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն են նայել եւ տես տպավորություն է մոտս բաներ եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններ եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունները։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով $30,000 փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի ում փող է տվել, հիմա իր ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլի իր ընկերներն են, բան տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վերընկնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի ապսան քաղաքացիների մոտ, ասեմ թող բերաները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հերոստալիքների հերարցակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետությունից, մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքան է ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի բանի ինչ որ այլ ծրագրի մեջ, ինչ որ կտորներով ցուցադրելով էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ հարցը որ մեզ ինչ որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ
Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ-որ բան, հայաստանյան ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանում ինչա կատարվում, հասկանում են, որ սուտ են ասում, բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետքա չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկենք։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չասեցի, Ֆրանսիայի նախագահը չի խառնվում Հայաստանի գործերին, որ երբ որ աջակցություններ ցույց տալիս, այո, փորձերին Հիմա որ ես ասում եմ կամ որովհետեւ մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնվում, որովհետեւ ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետեւ դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտեր, դա պետք չի կարելի, դա ինչ է, ժողովրդավարության մասին խոսակցություն է, չի համարվում դա։ Նույնն ասացիք, որ Գարեգին բնակիչ Ներսիսյանը միևնույն է հեռանալու։ Հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջապահյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին փորձել է կոնտակտի դուրս գալ, կապի դուրս գալ իշխանության հետ։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառից համար։ Չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնեք։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, այնա փայլակ ուր է գնաց, փայլակներ, հարց եք տալի, ասում լալա հարաճ դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելուց։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես, չունես, հա, չէ։ Լսեք, բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Դե ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձևը անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլոր ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս, ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։ Պարոն Սիմոնյան, բայց այս իշխանությունից ինչը կներեք, ես ինչ էժանագին բան է, թեմա է անցել, մի գնահատական։ Կաթողիկոսին վերագրվում ասում են ռուսական ծառայությունների։ Ես դες բան չեմ ասել։ Ձեզ չեմ վերագրում։ Տենց խոսակցություն, հմեկի ետերում ասում են ռուսական բան է, ռուսական հատուկ ծառայության դատակալը։ Ունեցվածքի մասին։ Նարեկ ջան, բայց կներես էլի, ներողություն եմ խնդրում։ Ինչ է իշխանությունը։ Ներողություն եմ խնդրում, ինչ է այդ վրթովմունքը, այդ չայնությունը։ Օրինակ չես ասում ընդդիմադիր մեր գործընկերներին, որ օրինակ իմ մասին ինչ ասես ասում են։ Դու գիտես, չէ, իմ լավ եւ վատ կողմերը, գիտես, որտեվ շփվել ենք մենք։ Ինչի՞ չես ասում, օրինակ, չգիտեմ, այս ինչան էս ինչ։ Դու ո՞նց ես իր մասին սենց բան ասում, ինչի՞ ես սենց բան ասում։ Ուզեմ հասկանամ, գիտեմ, որ իմ մասին վատ բան չեն ասում։ Ինչի՞ չես ասում, ուզեմ հասկանամ։ Բայց որ չեն ասում, ո՞նց ասեմ։ Մերսի, ապրես։ Շնորհակալություն։